Կեսօրից շփման գծում կրակը դադարեցնելու մասին երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, տեղի են ունենում բանակցություններ։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, Վիեննայում կայացած հանդիպումից հետո ԵԱԿ Մինսկի խմբի նախագահները հայտարարություն են տարածել։ Մինչ երկկողմ պայմանավորվածությունը լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կա վիրավոր։ Անցած գիշեր լարված է եղել նաև Ղարաբաղի-ադրբեջանական սահմանը, հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է Սմերչ համազարգային կրակի ռեակտիվ համակարգ։ Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը խորհրդարանում։ Միջազգային հանրությունը պետք է սանկցիաներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, հայտարարում է ազգային ժողովի փոխխոսնակը։ Գյումրեցիները սահմանին կանգնած զինվորների համար հագուստ, ծնունդ և տեղորայք են հավաքում։ Մայրաքաղաքում ևս առաջին անհրաժեշտության պարագաներ և սննդամթերք է հավաքվել և ուղարկվել առաջնագիծ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը կեսօրին կրակի դադարեցման հրաման է ստացել, այդ մասին հայտնել է պաշտպանության բանակի մամլոք հարտուղար Սենոր Հասրատյանը։ Հրամանն այժմ իրագործվում է, հայտնել է նա, բացի այդ պատրաստվում է զինադադարի մասին փաստաթուղթը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել է, որ մարտական գործողությունները շփման գծի երկայնքով դադարեցվել են։ Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 9-ին ժամանելու են Երևան։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով խոսել է կրակի անհապաղ դադարեցման պայմանավորվածության և իրագործման մասին։ Մենք շարունակում ենք շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի տեղ հասնեն այն բոլոր ազդակները, որոնք գալիս են Մոսկվայից, Վաշինգտոնից և Փարիզից, նշել է Լավրովը։ И мы надеемся, что эти обращения были услышаны. По крайней мере, стороны объявили о том, что необходимые приказы были даны. Правда, сегодня мы продолжаем слышать сообщение о том, что все-таки эксцессы улеглись не полностью. Мы продолжаем в контакте с Баку и Ереваном добиваться того, чтобы все-таки были услышаны сигналы и из Москвы, и из Вашингтона, и из Парижа. Ադրբեջանական կողմը կրակում է, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ։ Ժամեր առաջ այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրատյանը։ Պաշտպանության բանակը ձգտում է հավատարիմ մնալ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը, ընդգծել է Հասրատյանը։ ԵԱԿ Մինսկի խմբի նախագահներն այսօր Վիեննայում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ ԵԱԿ պաշտոնական կայքեջում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. Մենք ԵԱԿ Մինսկի խմբի երկրների Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Բելարուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա, ինչպես նաև ԵԱԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի և ԵԱԿ գործող նախագահ Սերբիայի ներկայացուցիչներս խստիվ դատապարտում ենք շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները։ Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին, կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Տեղում իրավիճակի վատ տարածումը մատնանշում է համակողմանի կարգավորման շուրջ համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցությունների ձեռնամուխ լինելու անհրաժեշտությունը։ Մինսկի խմբի անդամ պետությունները վերհաստատում են, որ պաշտպանում են ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերը և ողջունում են կողմերի հետ հնարավորինս շուտ ու ուղղակի խորհրդակցություններ սկսելու նրանց պլանները։ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ շփման գծում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված գյումրեցի Մերուժան Ստեփանյանի հոգեհանգիստը։ Հայրենիքի պաշտպանության համար զոհված գյումրեցին պայմանագրային զինծառայող էր, ավագ լեյտենանտ։ Մերուժանը մասնակցել է Թալիշի մարտերին և մահացու վիրավորում ստացել։
Տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ, մարդկանց հոսքը եկեղեցի չէր դադարում։ Գալիս էին աղոթում Մերուժանի հոգու հանգստության համար, սահմանին կանգնած մյուս զինվորներին էլ ուժ եւ կորով մաղթում, հուսալով, որ խաղաղություն կամրապնդվի։ Մերուժանը եւ դրա նմանները արժան են ամենամեծ աշկերին եւ Աստծո օրհնությանը, որին մենք այս պահին երևի բարձրաձայնում ենք առասված, թող նրանց հոգում խաղաղություն ունի։ Հայազգ կրկին անգամ ապացուցեց, որ բոլորս Մերուժաններ ենք եւ երբևիցե չեն կարող ներել այն վայրագներին, Ալիևներին, որոնք ոտնձգում են մեր բավական հողերը։ Մեր պարտականությունները ճիշտ կատարելով երևի կկարողանանք այս հայրանքին պահելու հասկանալ, որ մենակ հողը չէր, որ պահվեց, այս ավելի մեծ արժեք, այս միասնությունը ստեղծեց մեր երիտասարդների տրված կյանքը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում բախումների հետևանքով զոհված ևս 2 զինծառայողի անուն է հրապարակել։ Կրտսեր սերժանտ Ռուբեն Իսկանդարյան ծնված 1993 թվականին եւ ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյան ծնված 1993 թվականին։ Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը ևս 13 զոհված զինծառայողի անուն էր հրապարակել։ Ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմը ապրիլի 4-ին հրապարակված տվյալների համաձայն կորցրել է 20 զինծառայող, վիրավորվել է 72-ը, 26 զինծառայող անհետ կորած է համարվում։ Այսօր ազգային ժողովի նիստի սկզբում նախ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրավիճակը Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում գտնվում է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո։ Վերջինս փոխանցեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության երախտագիտությունը Հայաստանին աջակցության համար եւ տեղեկացրեց, որ կա Արցախի կառավարության կողմից բացված հաշվեհամար, որտեղ ցանկացողները կարող են նվիրատվություններ կատարել։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե այսօր ՀԱԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիպման արդյունքների վրա ինչ ազդեցություն կունենա 3 Սերժ Սարգսյանի ԵԱԿ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպումը, հիշեցրեց նախագահի 3 ուղերձները առանց կանխատեսելու դրանց արդյունքները։ Եթե մենք խոսում ենք հրադադարի ռեժիմին անցնելու համար, ապա կա գործող զինադադարի ռեժիմ, զինադադարի համաձայնագիր, մայիսի 12-ին 94 թվականին ստորագրված եւ կան պետություններ, ովքեր պետք է լինեն այդ զինադադարի գարանտները։ Եվ եթե մենք խոսում ենք զինադադարի մասին, ոչ թե պետք է խոսենք նոր զինադադարի մասին, այլ պետք է ուրեմն զորքերը բոլորը հետ տանեն այն պահին, որոնք եղել են ապրիլի 1-ի առավոտյան, այսինքն համապատասխան 94 թվականի մայիսի 12-ի զինադադարին։ Այս գիշեր Արցախից վերադարձած падգամավոր Նիկոլ Փաշինյանը նշում է, որ այսօր տեղի ունեցողը պատերազմ է եւ ուրիշ ոչ մի անունով այն կոչելու անհրաժեշտություն չկա։ Հիշեցնում է, վերջին մի քանի տարիներին այս իրավիճակի մինի տարբերակը անընդհատ եղել է, երբ Ադրբեջանը հարձակվել է, փորձել է ճնշել զորքերին, ապա նահանջել ու մի քանի ամիս անց դարձյալ կրկնել է փորձը։ Հիմա ռազմաքաղաքական իրավիճակը այսպիսին է։ Եթե մենք օրինակ այս պահի դրությամբ ինչ իրավիճակ կա, այս պահի ստատուս քվոյի շրջանակներում զինադադար հաստատեցինք, իսկ որտեղ է երաշխիքը, որ 3 օրից նույն բանը չի կրկնվելու։ Ենթադրենք մենք ապրիլի 1-ի բոլոր դիրքերը ետ գրավեցինք նաև հարավային ուղղությամբ եւ այդ դրությամբ, այդ ստատուս քվոյով հաստատեցինք զինադադար։ Էլի որտեղ է երաշխիքը, որ մի շաբաթ հետո այս հարձակման փորձը չի լինելու։ Հիմա հետեւաբար ո՞րն է լուծումը։ Ղարաբաղում Ղարաբաղի ժողովուրդը շարքային քաղաքացիների հետ երբ որ շփումներ են տեղի ունենում, կարծես թե կա մի այսպիսի տեսակետ, որ պետք է այս փուլում ամեն ինչ անել Ադրբեջանին տարածքային լուրջ կորուստներ պատճառելու համար, որպեսզի գոնե մենք երաշխիք ունենանք, որ այդ իշխանությունը Ալիևը շոկից գոնե մի տարի դուրս չի գա։ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը որպես երաշխիք, որ այս գործողությունները չեն կրկնվելու, համարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը եւ Հայաստանի Հանրապետությունը որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավոր, ինչը նաեւ համապատասխան պայմանագրով կամրագրվի, ինչպես նաեւ նշում է միջազգային հանրությանը եւ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Եթե նրանք իրոք ուզում են խաղաղություն,
ապա նրանք պետք է ոչ միայն պրեսինգի ենթարկեն, այլ իմ սուբյեկտիվ կարծիքով պետք է նույնիսկ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Եթե այս կամ այն պետության նկատմամբ կարող մենք տեսել ենք սանկցիաները նաև երկկողմանի են եղել, ապա Ադրբեջանը այն պետությունն է, որի նկատմամբ պետք է կիրառել սանկցիաներ։ Ազգային ժողովի падգամավոր նախկին վարչապետ Հրանտ Բակրատյանը կողմ է անհապաղ Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը եւ Ազգային ժողովի падգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ հանդես է գալիս նման նախաձեռնությամբ։ Նշում է, վաղը բոլորը հանգելու են այս կարծիքին եւ ասելու են՝ դուք իրավացի եք։ Բավականին ծանր կորուստների գնով մենք ոչ միայն կասեցրել ենք, այլ հետ ընկել նախաձեռնությունը։ Բայց սա կարող է կրկնվել 10 օր հետո, մի ամիս հետո, 20 օր հետո։ Արդեն ամեն ինչի քավորը դարձել է Էրդողանը։ Եվ պարզապես ես չեմ հասկանում ինչու պետք է Հայաստանը հապաղի։ Չէ՞ որ այս պատերազմը նշանակում է, որ Ադրբեջանը մեզ ասում է, ես բանակցություններով հարց լուծող չեմ։ Վերջ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը եւ երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում։ Այնինչ ադրբեջանական կողմը բացի Մարտակերտի եւ շրջակա գյուղերի հրետակոծությունից երեք արկակոծել է նաեւ Մարտունի բնակավայրը։ Խոշոր դրամաչափի հրթիռներ օգտագործում կրակում է խաղաղ բնակչության վրա, այստեղ է պայթել հրթիռը եւ ինչպես տեսնում եք մեքենան շարքից դուրս է եկել եւ մոտակա երկու տները վնասվել են։ Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է Սմերչ համազարգային կրակի ռեակտիվ համակարգ։ Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի եւ մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը, Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է։ Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլոխոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում լուսանկարները հրապարակել Սմերչ համազարգային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռներից։ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Չպայթած հրթիռն է, ահա եւ ատոմային հրթիռներից հետո երկրորդ զենքն իր հետևանքներով»։ Ապա Արծրուն Հովհաննիսյանը հեգնում է. «Եթե Ադրբեջանը Սմերչ չի օգտագործել, ապա այս հրթիռները երևի ոտքով են եկել»։ Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 4-ին ոչնչացված ադրբեջանական հեշտական անօդաչու թռչող սարքի տեսանյութը։ Սեստա է հարկավեր դուս կարած։ Սեստա, քաչ տո դուս կար։ Սո, որա, դուս կար, քաչ տո դուս կար։ Опа. Керена кидец. Անցած գիշեր եւ այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճը արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդավան եւ Կոթի բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների եւ բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներ 60-82 մմ-անոց ականանետեր։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում
դեպքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է։ Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Կորիսի Աշրաֆյանը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դրսևորելով զսպվածություն շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը։ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն արտակարգ բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, այս մասին հաղորդում են ԵԺԿ մամուլի ծառայությունից։ Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում վերջին անհանգստացնող տեղեկություններով։ Անընդունելի է հակամարտության քաղաքական լուծման միջազգային հանձնառությունից հրաժարումը, հատկապես երբ ռազմական արկածախնդրության զոհերն անմեղ քաղաքացիական անձինք են, ներառյալ երեխաներ։ Մենք անհրաժեշտ ենք համարում ձեռնարկելու գործնական քայլեր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման ուղղությամբ, զինված ուժերը բերելով այն դիրքերին, որոնք առկա են ապրիլի 1-ից առաջ։ Մենք լիովին սատարում ենք ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ բանակցությունների գործընթացը, ասված է արտակարգ բանաձևում։ Գյումրիում ստեղծվել է հանձնաժողով, որը կանոնակարգելու է Գյումրուց դեպի Արցախ եւ սահման ուղարկվող օգնության աշխատանքները։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Գյումրու քաղաքապետարանից, Շիրակի մարզպետարանից, Զինկոմիսարիատից, Շիրակի թեմից եւ ներկայացուցիչ քաղաքացիական հասարակությունից։ Հանձնաժողովն աշխատելու է անմիջապես Արցախի կառավարության հետ եւ աշխատելու են այնպես անել, որ սահման ուղարկվի սննդամթերք, որն առավել անհրաժեշտ է։ Նորաստեղծ հանձնաժողովին արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել անհատներ, տարբեր կազմակերպություններ։ Շիրակի մարզի տարբեր համայնքներից եւս իրենց օգնությունն են առաջարկել։ Այստեղ գործելու է նաեւ թեժգից, որի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե հատկապես ինչով կարող են օգնել սահմանում կանգնած զինվորին։ Նշենք, որ առաջիկայում հավաքված պարենամթերքը կուղարկվի Արցախ։ Ինֆորմացիայի ծրագրման հաջողության հարցերով զբաղվելու ենք, փորձելու ենք ամեն կերպ առաջնագծի ցանկացած մինչև իրավիճակի կայունանալը լինելու շտաբի ուշադրության կենտրոնում։ Արդեն երրորդ օրն է Գյումրու հայորդաց տանը մարդկանց հոսքը չի դադարում։ Սնունդ, հագուստ, տեղորայք եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են գյումրեցիներն ինքնական բերում սահման ուղարկելու համար։ Սա ըստ հայորդաց տան տնօրենի մի նախաձեռնություն է, որին ինքնական միացել են շատ անհատներ, տարբեր կառույցներ, ընկերություններ։ Այսպիսով Գյումրին իր աջակցությունն է հայտնում սահմանին կանգնած հայ զինվորին։ Մարդիկ շատ մեծ ոգևորությամբ են գալիս արցունքախառն աչքերով եւ ամեն իրը դնելիս խաղաղություն մեր աշխարհին ասում են ու գնում են։ Ըստ Աստղիկ Եդիգարյանի անսպասելի էր, որ նման ոգևորություն կլինի գյումրեցիների շրջանում։ Տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ են գալիս առանձնակի հպարտությամբ։ Անգնահատելի են համարում հայ զինվորի արածն ու ամեն կերպ իրենց աջակցությունն առաջարկում։ Ի սկզբանե այսպեսի մի բան հնչեց, թե մենք արդյոք սրա կարիքն ունենք, թե ոչ։ Իհարկե մենք համոզված ենք, որ մեր բանակն ամեն ինչով ապահովված է, մեր զինվորներն ամեն ինչով ապահովված են, բայց մարդկանց հնարավոր չէ դա հասկացնել, որովհետև սահմանում յուրաքանչյուր ընտանիք ինչ որ մեկն ունի եւ իր համար թեկուզ այդ մի տուփ ծխախոտ դնելը խղճի հանգստություն է եւ ինքը կարծում եմ, որ ինչ որ մի բանով գոնե կարողացավ օգտակար լինել։ Կարող է պետք չէ, բայց մենք մայր ենք, մենք մեր սրտի ցանկությունը այսպես ենք կարողացել հատուցել։ Նախաձեռնությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան դրա կարիքը լինի, նշում է Աստղիկ Եդիգարյանը։ Հավաքված սննդի կեսն արդեն իսկ ուղարկվել է Ստեփանակերտ, որտեղից էլ կատարվում է բաշխում, սահմանի տարբեր հատվածներում սննդի եւ հագուստի մի մասն էլ ուղարկվում է բնակչությանը։ Արկղերը կարգավորվել են այդպես, որ 2 շաբաթյա առաջին անհրաժեշտության պարեն, հագուստ ամեն ինչ մեկ արկղում կա։ Իսկ մնացածը արդեն տեսակավորված ձևով է, մոտավորապես 4 տոննա բեռ արդեն հավաքվել, 2 մեքենա հասել է, դատարկվել է, 2 մեքենա մեկնում է այսօր, բայց մենք իհարկե շարունակելու ենք, եթե մարդիկ ցանկություն ունեն, նորից կբերվի, նորից կկարգավորվի, նորից կգտնենք տարբերակներ առաքելու։
գրվող տղաներ իր կարմիր գույնով սարերը ներկել որ կյանքը ձեր մեզ տվիք նվել որ սարերը մեր չմնան անտեր Այս դրանք կգտնենք երեխեք շատ։ Այդ միքսի առանձնացնելը սխալ։ Մեջ մի ոտու թող չկա, չեն կա։ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել ու խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորել հակամարտությունը։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ։ Մենք լիահույս ենք, որ հակամարտող կողմերը զսպվածություն ու հանգստություն կդրսևորեն եւ ստեղծված իրավիճակը կլուծեն խաղաղ բանակցությունների ճանապարհով, ասել է արտգործնախարարության ներկայացուցիչը։